Մարմարիկում արևածագից մայրամուտ միայն Տիգրանի մասին են խոսում։ Ամենատարբեր վարկածներն են առաջ քաշում գյուղացիները։ Հիմա արդեն հիշել են, որ պարբերաբար իրենց գյուղ գնչուներ են գալիս։ Էժան հագուստ, վերմակ, կենցաղային իրեր վաճառում։ Իսկ կողքի գյուղում դեպք է եղել, որ գնչուն մոտեցել է մի երեխայի եւ երբ հայտնվել է երեխայի հայրը, ասել է, թե խաղում են։ Գնչուներին Տիգրանի անհետանալուց օրեր առաջ են տեսել Մարմարիկում։ Փրկարարները չեն դադարեցնում որոնումները, ամեն քարի ու թփի տակ նայում են, որ գոնե որևէ իր հագուստի կտոր գտնեն, որը կարող էր պատկանել Տիգրանին։ Շաբաթ կիրակի օրերը հիմնականում գետը իջել էր, մեզ ավելի աշխատանքը արդյունավետ էր, քանի որ տեսանելի չէր, արդեն դարել էր տեսանելի, բայց ավելի արագ մեր փրկարարները նորից այդ վայրերով որոնողական աշխատանքներ են իրականացնել մինչև աղբյուրակի ջրամբար, նորից ոչ մի հետք չենք գտել։ Հիմա ինչպես տեսնում եք, նորից գետը բարձրացել է, այդ տատանումները կարա ինչ-որ միտեղ, եթե երեխայի, ասենք, համազգեստը ինչ-որ ծառի ճյուղից կամ ինչ-որ մի տեղից կարճած լինի, խցանված լինի, հնարավոր է, որ ինքը պոկի տանի դեպի ջրամբար։ Դեռ հետքեր չեն գտել։ Ինչ է եղել իրականում, օդում միայն վարկածներ են, գյուղի դիմացի խանութի տեսախցիկը ոչինչ չի ֆիքսել, Տիգրանենց տունը չի երևում։